հրաշալի է իրականում լինել Աստծո հետ, երբ որ մենք հետ ենք նայում այս տարվա կտրվածքով հետ ենք նայում, մենք տեսնում ենք մի բան, որ մենք սկսեցինք տարին Տիրոջ հետ, ընթացանք տարին Տիրոջ հետ եւ տարին ավարտում ենք Տիրոջ հետ։ Հալելույա։ Դա չի նշանակում, որ ամեն բան ավարտվում է։ Ընթանալու ենք, շարունակելու ենք Տիրոջ հետ։ Ամեն։ Եվ ուզում եմ այսօր մի քիչ քո հետ կիսվել մեր գալիք անելիքների մասին, եկող տարվա անելիքների մասին, որպես տարվա տեսիլ, որ մենք իմանանք ինչ ուղղությամբ ենք շարժվելու, ինչի վրա ենք շեշտելու մեր կյանքի մեջ, ինչ բաներ ա մեր կյանքերում, որ մենք պետք է աշխատենք մեր կյանքի մեջ։ Եվ այդ ամենը ուզում եմ ասել, որ նույնպես Հովիվ Արտուրը խոսել ա մեզ հետ, եւ այս ամենը, երբ որ ես կիսվելու եմ քո հետ, այդ ամենը ծնվել ա մեր Հովիվ Արտուրի սրտի մեջ, Աստված խոսել ա Հովիվ Արտուրի հետ եւ հավատացած եմ, որ իրականում այդ խոսքը եկել է, այդ ուղղություն, այդ տեսիլքը, այդ ամենը եկել է մեզ համար, մեր ողջ կյանքի խոսք եկեղեցիների, մեր հայկական, ոնց որ եկեղեցիների համար եւ ես հավատացած եմ, որ այդ ընթացքի մեջ ես եւ դու, եթե ուշադիր լինենք եւ եթե լսենք եւ եթե կիրառենք մեր կյանքի մեջ, դա վերելու է իր պտուղը եւ օրհնելու է մեզ։ Ես հավատացած եմ, որ իրականում Աստված իր ծառաների միջոցով խոսում է եւ իր ծառաների միջոցով առաջնորդում է իր ժողովրդին։ Փառք Տիրոջը։ Եվ այնքան կարեւոր է նույնպես, որ մենք իմանանք, որ Սուրբ Հոգին նույնպես մենք ունենք եւ մեր ներսում Սուրբ Հոգին հաստատում է այն ճշմարտության մասին, որ գալիս է երկնքից։ Դրա համար կարեւոր է, որ դու զգայուն լինես Սուրբ Հոգուն նույնպես եւ քո ներսում բաց լինես Տիրոջից վերցնելու համար։ Ամեն։ Փառք Աստծուն։ Գիտեք, այս տարի լինելու է զարթոնքի տարի։ Զարթոնքի տարի, դա լինելու արդության տարի։ Եվ նախ եւ առաջ 6 բանի մասին, 6 կետ, որ այս մեր ընթացքի մասին խոսելու ենք, 6 կարևոր կետ, եւ առաջինը դա հենց արթնությունն է, դա հենց զարթնելն է, զարթոնքն է։ Եվ գիտեք զարթնում է ով, զարթնում է քնածը։ Գիտեք մահացածը պետք է հարություն առնի։ Եվ մենք Տիրոջ մեջ կենթանի ենք, նա արդարացրեց մեզ եւ կենթանացրեց մեզ, որովհետեւ մի ժամանակ, երբ որ մենք մեղքերի մեջ էինք, մենք ապրում ենք մահվան աշխարհում, եւ մենք հիմա արդարացված ենք եւ ապրում ենք Տիրոջ համար։ Մի ժամանակ մեռած ենք մեղքերի մեջ, Աստծո համար մեռած ենք, դա նշանակում է Աստծուց հեռացած ենք, Աստծուց բաժանված ու կտրված ենք, իսկ հիմա մենք ապրում ենք Տիրոջ հետ, նրա կամքն ու նրա ցանկությունները կատարելու համար։ Դա նշանակում է մենք կենթանի ենք Աստծո համար։ Բայց գիտեք, ամեն մի կենթանի մարդ, ամեն ապրող մարդ, նա շատ հնարավոր է, որ ընթացքում քնի, որովհետև մեռածը նորից եմ ասում, քնած չի։ Մեռածը։ Քնում են մարդիկ, ովքեր կենթանի են։ Կա, չէ, այն որ ասում եմ ննջումը։ Ոչ թե ննջումը Տիրոջ մեջ արդեն ննջել է, այլ չէ, որ դանթում է, էլի։ Եղել է, որ միշտ մեծահասակների մոտ է, չէ՞ լինում։ Պուլտը ձեռը։ Եթե ու տեսնում ես արդեն քնած, ուզում ես պուլտը վերցնես ձեռքից, բռնում ասում նայում եմ։ Այտենց արդեն չէ, սենց իմ մոտ այտենց դեպք եղել է, երբ որ իմ հայրը պարկած նայում էր, երբ որ արդեն քնած էր, ես տեսա արդեն դեռ քնածը ու մկանները թուլացել էր։ Մկանները թուլանալու ձեռքը կամած բացվում է ու այդ պուլտը ընկնելու էր արդեն։ Ես ուզեցա վերցնեմ պին բռնեց, ես նայում եմ։ Գիտեք, շատ քրիստոնյաների կյանքում մենք տեսնում ենք այդպիսի վիճակ ու ուզում ես դու ինչ-որ մի բանով օգնես, ինքը չի ասում, որ ես այդ վիճակի մեջ եմ, չէ, ես արթուն եմ, չէ, ամեն ինչ լավ է։ Չէ, եթե իրականում քնած վիճակ կա, մեզ պետք է զարթնել։ Մեզ պետք է կանգնել։ Գիտեք, որովհետև քնած մարդուն, նայեք, Պետրոս առաքյալը մի հետարքիր բան է գրում։ 5-րդ գլխի մեջ 8-րդ խոսքում ասում է. Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին, սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս եւ որոնում է, թե որին ուլ տա։ Ուրեմն արթուն լինելու պատճառը ինչի համար մենք պիտի արթուն լինենք, որովհետև մենք թշնամի ունենք, ոսող թշնամի, որը սատանան է, որ նա ման է գալիս, թե ում կուլ կտա։ Գիտեք, քնած մարդը նա խոցելի մարդ է։ Քնած մարդուն կարան մոտենան եւ խոցեն, կարան մոտենան եւ հարվածեն։ Բայց մենք պետք է գիտակցենք, որ մենք պատերազմի մեջ ենք եւ թշնամի ունենք, եւ սատանան մեր թշնամին է, եւ գիտեք, նա չի խնայում։ Նա ման է գալիս,
գորոզ առյուծի պես մանա գալիս թե ում կուլ կտա։ Իսկ արթուն լինելու համար դու քեզ համար պետքա վերցնես պատասխանատվություն։ Ու գիտեք, ես ասեմ, երբ որ դու տեսնում ես հոգևոր ինչ-որ քո կյանքի մեջ արդեն միտեղ սովորականին նման է դառնում, հասարակ է դառնում, դա այն դմբրած վիճակն է արդեն։ Այն որ արդեն կամած դանթում է։ Այդի ազդակ է, որ դու քեզ այն որ ասում եմ մի հատ վեր կաց, մի հատ գնալ լվացվի, թարմացի, հա? Եվ շատ ձևեր կա, չէ՞, որ մարդը ուզում է քնի, ոնց անի, որ քունը Ես հիմա չեմ ասում ֆիզիկական, որովհետև ֆիզիկական քնի դեմ ուրեմն մի դեպք է եղել, իրական պատմություն է։ Մարդը նոր ապաշխարել է եւ լսել է քարոզ արթուն լինելու մասին, որ պետք չի քնել, Աստվածաշունչն էլ Մատթեոս լեռան քարոզի մեջ չէ, այնտեղ կարդում է, որ մի քնի, որովհետև Տերը գիշերը հնենց կգա, որտեղ պետքա արթուն լինեք, որովհետև եթե քնած եղար Տիրոջ գալուստը որ եկա, բաց թողեցիր։ Եվ հարցն է ու գիտեք այդ անznավորությունը Այնտեն ես աշկերը կարմրած եւ այլ sense յան ասում է էլ չեմ դիմանում նա ֆիզիկապես վերցրել էր այդ քնելու բանը եւ 3 օր չէր քնել էլ չէր կարում Սա ֆիզիկական մասին չի մարմինը պետք է հանգստանա բայց սա հոգեվոր արթուն լինելու մասին հա եւ զարթոնքը խոսում ենք հոգեվոր զարթոնքի մասին հոգեվոր զարթնելու հոգեվոր արթնանալու եւ հոգեվոր զարթոնք բերելու ամեն մասին է խոսքը Հենց որ ֆիզիկական հանգիստ ձեր ժամին կարող եք քնել, հանգստանալ, բայց հոգևորում քնել պետք չի։ Հոգևորում պետք է միշտ արթուն լինել։ Մենք իրավունք չունենք հոգևորում արթուն չլինելու։ Իրավունք չունենք հոգևորում մենք մեր ժամապահը, երբ որ պոստավոյ մեր բառերով ասեմ, հա, երբ որ կանգնած է ինքը իր դիրքում, նա ոչ միայն իրան համար է կանգնած, նա ամբողջ ազգի համար է կանգնած։ Նա կանգնած է ոչ միայն իր ընկերների համար, որովհետև այնտեղ թիկունքում տղաները հանգստանում են եւ հերթափոխ է լինում։ Նրանից կախված է, նրա արթուն լինելուց կախված է նրա հետևի կանգնած մարդկանց կյանքը։ Որովհետև թշնամին կարա մտնի եւ եթե քնած գտնեց, խոցելի է եւ ոչ միայն իրանով ինքն է խոցվում, իր հետևի մարդիկ նույնպես կխոցվեն։ Դրա համար ամեն մեկս մենք պետքա վերցնենք պատասխանատվություն արթուն լինելու վերցնելու այդ պատասխանատվությունը արթուն լինելու եւ չքնելու մեր աղոթքների մեջ Աստծո հետ հարաբերության մեջ երբեք մի դարձնու սովորական ու սովորություն հա ոնց որ ասած դե այսօր էլ չկարդամ տես գնում է վաղն էլ չեն կարդում մի շաբաթ անցնում է եւ այլ ու դու տեսնում ես դու կամած մարում ես կամած դու գնում ես սառելու պաղելու ճանապարհին հա գիտեք տաք վիճակը միշտ տաք վիճակը լավ վիճակն է ըստ Աստծո խոսքի։ Տաք վիճակ այն վիճակն է, որ պետք է կրակի վրա լինի մարդ, որը որ պետք է տաք լինի։ Իսկ Աստված այրող կրակ։ Հա, Աստված կրակ է եւ այդ կրակի մեջ ենք մենք իրականում որ կարող ենք մեր անձերը տաք պահել Տիրոջ մեջ։ Աստծո մեջ լինելով, Աստծո հետ ապրելով, Աստծո հետ հարաբերությունը կառուցելով ենք մենք արթուն մնում։ Եվ դրա մասին մենք պետք է պատասխանատվություն վերցնենք։ Իհարկե մենք տեսնում ենք շատ տեղեր Եսայի մեջ, օրինակ Եսայի մարգարեության մեջ 60-րդ գլուխ առաջի խոսքից ասվում է. Վեր կաց լուսավորիր, որովհետև լույսը եկել է։ Վեր կաց։ Ուշադրություն դարձրեք։ Չի ասում Տերը կգա քեզ վեր կկացնի։ Այդպես չի, չէ՞ գրված։ Խոսքը ասում է ինչ արա եւ ով այդ անելու։ Մենք։ Տերը ասում է դու վեր կաց։ Վերկենալը ընդհանրապես ոնց է տեղերից են, չէ՞ վերկենում։ Ինչ որ մի նստած վիճակից, պարկած վիճակից, ընդհանրապես քնած վիճակը կամ նստած են քնում։ Չգիտեմ, կանգնած մարդ տեսել եմ, բայց քնած։ Կանգնած, բայց քնած։ Էդի դիրքերում է լինում շատ անգամ, երբ որ դիրքում կանգնած են, բայց քնած են։ Այդ էլ է լինում, բայց մենք պիտի իրականում արթուն լինի։ Վեր կենանք, մեր ներսի մարդը իրականում վեր կենալու պատասխանատվության մասին է սա, որ դու պետք է պատասխանատվություն վերցնես կանգնելու, պատասխանատվություն լինես արթուն լինելու, եւ երբ որ դու վեր ես կենում, քո լույսը տարածվում է։ Երբ որ դու վեր ես կենում ու արթուն ես, բոլորը տեսնում են այն լույսը, որ քո վրա ծագել է։
Որովհետև ինչ ասում, խավարը ծածկել է երկիրը մառախուղն ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը, եւ նրա փառքը երևում է քեզ վրա։ Փառքը Տիրոջ երևում է ում վրա, ով որ վեր է կացել եւ լուսավորում է։ Նրա վրա է երևում Տիրոջ փառքը, բայց ով որ վեր չի կացել ու քնած է, կարող է շատ օծված քնած լինի։ Օծված է, բայց քնած է։ Կա չէ օծված քնածներ։ Այդ օծվածները, երբ որ վեր են կենում, Տիրոջ փառքը տեսնում են նրա վրա։ Ամեն։ Երբ որ մենք նայում ենք կույսերի առակը, 10 կույսերի, 5-ը իմաստուն էին, 5-ը իմաստունները յուղ ունեին։ Բայց հետարքիրը գիտեք որն է, երբ որ ժամ եկավ, բոլորն է քնեցին։ Օծվածներն էլ էին քնած։ Հա? Չոծվածներն էլ էին քնած։ Բայց քնել էին։ Եվ երբ որ քնած են, նրանք չեն կարա ինչ-որ մեկին օգնեն։ Քնած մարդը չի կարա օգնի։ Բայց ով է հավատում, որ մենք կանչված ենք օգնելու մարդկանց, բարձրացնելու մարդկանց, ավետարանելու մարդկանց, հասնելու մարդկանց, աղոթելու մարդկանց համար։ Քնած մարդը նա չի կարողանում ոչ հասնի մարդկանց, ոչ աղոթի մարդկանց համար, ոչ այցելի մարդկանց, ոչ ավետարանի, որտեղ քնած է։ Եթե մեր կյանքում այդ բաները իջել է, դա խոսում է, որ այսօր ես քեզ ինչ եմ անում, վեր կաց, թափ եմ տալի, հա, չես ավետարանում, չես աղոթում, դա այդ քնած վիճակն է։ Դու լավ օծված ես, բան չեմ ասում, օծված քնած ես, ուրեմն պետք է օծվածները արթուն լինեն, որ այդ օծության անուշահոտությունը տարածվի իրանցով, որտեղ օծություն, օծանելիք բառը ինչից է գալի։ Նույն արմատն է։ Օծանելիքով օծվում ենք, այդ օծության հոտը տարածվում է։ Տերը մեզ օծել է, եւ Տիրոջ այդ անուշահոտությունը տարածվում է։ Տիրոջ անուշահոտությունը մեզանով մարդկանց։ Վեր կենաս եւ գնաս մարդկանց, որ կարողանաս այդ օծությունը հասցնես, այդ օծության հետևանքները այդ մարդկանց կյանքում դրսևորվի։ Ամեն։ Վեր կենալ եւ զարթնել, եւ եթե տեսնում ես դու արդեն զարթուն ես, զարթնացնում են մնացածին։ Զարթունները կարող են զարթնացնել քնածներին։ Քնածը քնածին չի կարա արթնացնի։ Կույրը կույրին չի կարա առաջնորդի, չէ՞։ Այնպես էլ արթունները կարող են քնածներին արթնացնել։ Ամեն։ Գիտեք, նույնպես հաջորդը, երկրորդը շատ բաներ կա, որ գիտեք, այս հերթականությունը, որ ասում եմ, այնպես չի, որ ամեն մեկը առանձին կա գործելու։ Այս ամենը մի ընդհանուր միասին է գործում, որտեղ եթե քնած չլնես, ինչպես կարաս, օրինակի համար երկրորդը մարած բաները վառվի։ Մարած բաները արթուններն են նորից, հա? Վառում։ Դրա համար պետք է, օրինակի համար մենք շատ անգամ խոսում ենք, օրինակ առաջի սիրո մասին հիշում եք, որ նոր ապաշխարել ենք, ինչ կրակ կար մեր մեջ, զենց ու խոսում ենք անցած ժամանակով, որովհետև ասում ենք այսօր չկա։ Ոչ թե ուրիշի կյանքում, մեր մեջ հենց։ Ու բայց շատ անգամ մեր մեջ էդի չկա, բայց մենք վերագրում ենք, տես եկեղեցում այս բաները էլ չկա։ Մենք սկսում ենք ասել, չենք ասում մեր մեջ չկա, ասում ենք եկեղեցում էլ չկա։ Մենք չենք ասում, որ մեր մեջ է էդի էլ չկա։ Որտեղ մենք մտածում մեր մեջ կա, եկեղեցում չկա։ Եթե քո մեջ կա, ուրեմն եկեղեցում էլ կա։ Օրինակի համար, չէ, մենք տեսնում ենք հայտնության մեջ Հովհաննեսը, երբ որ գրում էր հայտնությունը, Տերը խոսում էր մի եկեղեցուն, ասում է, քո դեմ մի բան ունեմ, թողել ես առաջի սերը։ Թողել ես առաջի սերը։ Գիտեք, առաջի սիրո կրակը այնպես չի, որ մարում է։ Մենք պետք է այդ սիրո կրակը, երբ որ մեր մեջ վառվել է, միշտ վառ պահենք այդ կրակը։ Ինչպես ընդհանրապես կրակը վառ մնում, երբ որ դու այդ կրակին ուշադրություն ես դարձնում, մեր հայերը կրակի հետ խաղալու ռազմեցիկները միշտ բռնվել են կրակով խաղալու պատճառով։ Ու դրա համար այնքան կարևոր է, որպեսզի ես եւ դու այդ սովորությունը, որ հայերի մեջ կա, բզբզի կրակը, մի թող մարի, միշտ փայտ ավելացրու, միշտ քո այն սերը, որ քո սրտում Տերը վառել է դեպի իրեն, այդ սերը պահպանի, այդ սիրո վրա կրակ դիր, այդ յուղը միշտ ունեցիր, հա, զապրավկարա մեր բառերով ասեմ։
յուղը միշտ ունեցի ճրակի յուղը երբ որ ավարտվում է ինքը մարում է ուրեմն դու պետք է ճրակակալը միշտ յուղով պահես միշտ դու Աստծո հետ քո հարաբերությունը այն սերը միշտ պետք է տակ պահես ու լիքը պահես քո մոտ ամեն այդ մարած բաները երբ որ դու վազում ես մարդկանց ավետարանելու շարունակի վազել եթե մի բան տեսնում ես թուլացել է կամ վերջացել է այսօր ժամանակն է որ մենք գիտակցենք ժամանակն է որ մենք աշխատենք դրա շուրջ գիտեք դու գիտես ինքդ ոնց է լինում եթե մի քիչ ծուխ է գալի ոչինչ սկսի փչել կվարվի նորից կվարվի մարած բաները մենք պետք է աշխատենք որպեսի նորից ու նորից բարձրանա եկեղեցու մեջ նորից ու նորից բարձրանա մեր կյանքերի մեջ ավետարանչությունը աղոթքի են կրակոտ աղոթքները որ մեր կյանքում եղել է այն աղոթքները որ մենք իրականում մտնում ենք մեր ծածուկ սենակը մինչև երկինքը չէր գալի մենք այդ սենակից դուրս չէինք գալի մինչև Աստծո հետ այդ երկնքի հետ հանդիպում չէինք ունենում սենակից դուրս չէինք գալի որովհետև ծարավ կար մեր սրտերի մեջ Աստծո հետ հանդիպման փափակ կար ուժեղ ու ես ասեմ Տերը տեսնում է այդ փափագը եւ Տերը գալիս այդ ծարավ սրտերը հագեցնելու համար ինչա կատարվում մեր սրտերն է որ ծարավից է կտրվել որ ծարավն է վերջացե դրա համար մենք պետք է նորից ու նորից բարձրացնենք այն մեր ներսում այն բաները որ եղել է եւ ես ասեմ մարած բաները նորից կվերականգնվի նորից կվարվի դա երկրորդը որ մենք պետք է ուշադրություն դարձնենք մարած բաները նորից ու նորից վառել աղոթքը եւ խոսքի կյանքը հաջորդը մեր կյանքի մեջ ասեմ երրորդը աղոթքը պիտի դառնա մեր կյանքում շնչառություն խոսքը մեր զորություն աղոթքի կյանքը պիտի դառնա շնչառություն խոսքի կյանքը մեր զորությունը այսինքն եւ անձնական աղոթքի կյանքը եւ խմբակների աղոթքները եւ ընդհանուր հավաքույթների աղոթքը գիտեք այնքան ուրախ կլինեն որ երկուշաբթի օրերի աղոթքը այսպես մարդկանցով էլ աղոթք կլինի դա կխոսի մի բանի մասին որ մենք վազում ենք աղոթելու մենք վազում ենք գիտեք ինչ է իմ երազանքներից մեկը չեմ ասում ամբողջի բայց մեկը որ շատ կարևոր երազանք է ասեմ իմացի որ դու այդ երազանքով վառվես ասեմ էդի ամեն մեկիցս կախված է այդ երազանքը որ կատարված լինի ամեն մեկի պատասխանատվության դաշտի մեջ է գիտեք ինչ եմ ուզում որ մեր եկեղեցին ծառայությունների մեջ հոգնած լինի գիտեք ինչ առումով մենք ամեն մեկս տոնական օրերինով է վազում հիմա հոգնել եք արդեն հոգնել եք չէ հեսա օրերը գնալով ինչքան մոտենում ավելի հոգնում եք ինչի որտեղ վազում ես չէ այն հենց եմ ուզում ծառայությունների մեջ վազած հոգնած մարդիկ տեսնել ծառայությունների մեջ վազող ոտքեր որ հոգնած է ծառայության համար եկեղեցու համար ոչ թե իր կյանքի ես չեմ ասում քո կյանքի համար մի վազի բայց ես ասում եմ վազի Տիրոջ գործի մեջ էլ որովհետև մեր ոտքերը հոգնում է մեր գործերին համար արդյոք մեր ոտքերը Տիրոջ տան մեջ վազելու մեջ հոգնած է արդյոք մենք պատկերացնում եք հայտարարում ենք բեմականացում է լինելու էս է լինելու էս ենք ուզում կազմակերպենք ու եկեղեցին վազում է ասում է ես ինչ կարամ անեմ ես այս բանը կարամ անեմ այս մեկը ինձ վրա ու դու տեսնում ես եկեղեցին շարժի մեջ ամեն մեկը ես հավատացած եմ ամեն մեկը կանչված եք ծառայելու Տիրոջը չեն ծառայում միայն պարգևները հովիվը մենակ հավաքները եկեղեցին օրգանիզմը որ ամեն մեկը իր ծառայությունն ունի դու կարող ես ծառայել այո կարող ես ամեն մեկը եկեղեցում ես հավատում եմ ամեն մեկը ծառայող եք եւ այնքան կարեւոր է վազող ոտքեր Տիրոջ տան համար ու Տիրոջ գործերի համար վազող ոտքեր եւ այդ վազող ոտքերը այո երբ որ վազում է հոգնում է Տերն էլ զորացնում է թարմացնում է բայց եթե չի հոգնում ինչը թարմացնի եթե Տիրոջ վազող ոտքեր չկա ամեն Փառք Աստծո ես չեմ ասում մեր եկեղեցում չկա ես ասում եմ գոնե 50%-ից շատը լինի դե լավ հիմի մի 20% վազում ենք լավ 20% ինչքան 150-ի 10% հա 30 հոգին վազում է բոնուսով լավ 40 հոգին վազում է այդ 50%-ից ավելին երբ որ եկեղեցին վազող է այն մնացած են մյուս 50-ը ուզեն չուզեն վազելու են որտեվ իրանք տենում են վազել որ այս վազելը դա է եկեղեցու ապրելակերպը եկեղեցում ապրելակերպը բոլորն էլ ուզենալու են ուրեմն այսպես է բայց երբ որ տեսնում են բոլորը նստած
Մտածում եմ, էսենց էլ երևի պետքա լինի։ Տենց է, չէ, երբ որ կա չէ, այս բանը, ասում են, ինչ ես վազում, ասում եմ, դե բոլորը վազում են, ես էլ եմ վազում։ Չգիտի, բայց վազում է։ Ասում են, խես վազում, բոլորն են վազում, ես էլ եմ վազում։ Երեք լավ է, երբ որ մարդը վազում է Տիրոջ տան մեջ, ոչինչ, եթե չգիտել խի, մի օր կհայտնություն կստանա, որ ինքը լավ է վազում, ճիշտ է վազում, կարևորը վազում է Տիրոջ մեջ, որտեղ ոտքերը սենց թե նենց վազելու է։ Եկեք մարզենք մեր հոգևոր մարդուն նույնպես, որ վազի Տիրոջ տան մեջ, Տիրոջ գործերի մեջ, ծառայելու մեջ։ Ամեն։ Ու եթե դու չես կարողանում ժամանակ տաս, կարողացի այս տարվա մեջ աշխատես, որ քո գրաֆիկի մեջ նենց կարողանաս գրաֆիկդ կազմես, որ Տիրոջ համար վազես։ Ամեն։ Աստված ինչքան դու տաս, այնքան է վերցնելու։ Աստված քեզանից չի վերցնելու այնքան, ինչքան որ ինքն է ուզում։ Ինքը ամբողջն է ուզում։ Չէ՞ օրինակի համար։ Ամբողջ սրտից ծերն է ուզում։ Բայց գիտեք, այնպես չի։ Դու ինչքան տվեցիր, Տեր այդքան է վերցնելու է քեզանից։ Տվեցիր 10 ժամ, 10 ժամն է վերցնելու։ Տվեցիր կես ժամն է վերցնելու։ Ինչքան ես տալիս, այնքան էլ Տերը ընդունում է։ Ինչքան դու Տերը ընդունում է, այնքան էլ դու լցվելու ես։ Հիմա սենց օրինակ բերեմ։ Իմ ձեռքում բաժակը, որ ունի իր չափը, չէ՞։ Խոսք ասում է, ինչ չափով չափեք, նրանով կչափվի։ Հիմա սա է իմ ձեռքերի մեջ, այսքան է լցված։ Եթե մեծ աման լիներ, հնարավորություն կար շատ լցվելու, չէ՞։ Տերն է լցնող Աստվածը, նա կարող է լցնել։ Ինչքան ես դու տալիս, այնքան էլ Տերը լցնելու է։ Ամեն։ Հաջորդը իրականում ընտանիքների մասին է, որ մեր ընտանիքները, ես հավատացած եմ, որ այս տարվա մեջ շատ ընտանիքներ եկեղեցում ընտանիքները կսկսեն ընտանիքներով ծառայել ավելի շատ։ Ինչպես Հեսուն ասեց, ես եւ իմ տունը Տիրոջը պիտի պաշտենք։ Գիտեք, ընտանիքները կզորանա։ Ես հավատացած եմ, որ ամեն մեկը ստեղ գտնվող մենք ուզում ենք, որպեսի մեր ընտանիքներում Աստծո արքայությունը լինի։ Իսկ Աստծո արքայությունը լինում է, երբ որ ընտանիքները բոլորն են Աստծո արքայության մեջ։ Ամեն մեկն են Աստծո արքայության մեջ։ Դրա համար մենք պետք է անենք ամեն բան, որ թե մեր երեխաները անենք ամեն բան, եթե երեխաներն են այստեղ, ծնողները չեն եկեղեցում, որ ծնողներն էլ ճանաչեն Տիրոջը, կամ ընտանիքի այն անդամները, ովքեր որ դեռ Տիրոջը չեն ճանաչում։ Եկեք եւ աղոթենք իրենց համար, եւ նույնպես գործենք, որ այդ մարդիկ ճանաչեն Տիրոջը, որովհետեւ ուժեղ է, երբ որ ընտանիքով են ծառայում։ Հեսուն գիտեք ինչ ասեց. ես եւ իմ տունը Տիրոջը պիտի պաշտենք։ Աստծուն պիտի ծառայենք։ Ես եւ իմ տունը Աստծուն պիտի պաշտենք։ Տիրոջը ծառայելը դա պատիվ է։ Իրականում պատիվ է։ Եվ շատ ուժեղ է, երբ որ ընտանիքներն են ծառայում։ Գիտեք, եկեղեցին ուժեղ է ընտանիքներով, երկիրը ուժեղ է ընտանիքներով։ Եկեղեցին թույլ է, երբ որ ընտանիքները չեն հաստատված, երկիրը նույնպես թույլ է, երբ որ ընտանիքներն են թույլ։ Բայց երբ որ ուժեղ է ընտանիքը, իսկ ուժեղ է ընտանիքը այն ժամանակ, երբ որ Տիրոջ մեջ է։ Ուժեղ է ընտանիքը այն ժամանակ, երբ որ Աստծո արքայության մեջ է։ Այդ ժամանակ է ուժեղ ընտանիքը։ Դրա համար այս տարի մենք պետք է աշխատենք ամեն մեկս մեր ընտանիքները, որպեսզի լինեն նվիրված մեր ընտանիքներից յուրաքանչյուրը, եւ մենք ծառայենք ընտանիքներով ծառայենք Տիրոջը։ Ամեն։ Հաջորդը ինչի շուրջ պետք է աշխատենք։ 5-րդը ես հավատացած եմ, որ կոչումները կբացվեն եկեղեցու մեջ։ Կբացվեն կոչումները։ Գիտեք կոչումների բացել ինչ է նշանակում։ Ամեն մեկը կանչված եք, ամեն մեկը տաղանդում եք։ Միգուցե դու չգիտես դեռ ինչ պիտի անես։ Ես ասեմ, Աստծո խոսքը մեզ հետարքիր բան ասում։ Հիսուսը ասեց այդ բանը։ Եթե մեկը ուրիշինի մեջ հավատարիմ չեղավ, իրանը ինչպես կտրվի իրեն։ Իրեն ինչպես իրեն կտրվի։ Ինչ անեմ։ Սկսի Աստծուն ծառայել, եկեղեցուն վազել, ինչ որ բաներ անել, այդ վազելու ընթացքում քոնը կհայտնվի քեզ։ Երբ որ դու սկսում ես Տիրոջը ծառայել, այդ ծառայելու մեջ է, որ Աստված քեզ ուղղորդում է այն կոչման մեջ, այն կանչի մեջ, ինչ որ քեզ համար ունի։ Բայց եթե մարդը չի ծառայում, այնպես չի, պիտի ինքը հայտնվի կոչումը իր մի անգամից նոր
օրինակի համար առաքյալ ես կանչված, հովիվ ես կանչված, ես չգիտեմ, կանչված ես տարբեր բան, կանչված ես ավակ լինելու, կանչված ես աղոթող լինելու, կանչված ես մեկին օգնելու, օգնական լինելու, շատ կանչվածություններ կա, Աստծո տան մեջ շատ կոչումներ կան։ Եվ գիտեք, եթե դու չես իմանում քոնը, դու ուղղակի նստած ոչինչ չանելով չես էլ իմանա։ Բայց երբ որ դու սկսում ես փոքրի մեջ հավատարիմ լինելով ծառայել, ծառայության մեջ է բացվում մարդու կոչումները։ Ծառայելով է, որ կոչումները սկսում է, մարդը ուղղորդվում է Աստծուց, երբ որ սկսում է ծառայել։ Մարդը իր կանչի ու կոչման մեջ մտնում է ծառայելու ընթացքում, այնպես որ բարի գալուց ծառայելու դաշտ, Աստծո տան մեջ շատ ծառայելու տեղ կա։ Եվ ոչ միայն Աստծո տան մեջ, նույնպես աշխարհը մեր ծառայության կարիքն ունի։ Աշխարհը նստած սպասում Աստծո որդիների հայտնությանը։ Երբ են հայտնություն առնելու, որ մենք հայտնություն առնենք, որ գնանք իրենց ավետարան քարոզենք, գնանք Հիսուսի մասին պատմենք։ Աշխարհը մեր ծառայության կարիքն ունի։ Ամեն մեկս մեր ազդեցության դաշտ ունենք։ Ամեն մեկս մենք մեր ընդարձակվելու մարդկանց մենք մի դաշտ ունենք, որ մարդիկ մեզ ճանաչում են։ Այնտեղ որտեղ քեզ են ճանաչում, ինձ չեն ճանաչում։ Որտեղ ինձ են ճանաչում, քեզ չեն ճանաչում։ Եվ Աստված չի սխալվել, մեզ դրել այնտեղ, որտեղ ինքն է կամեցել, եւ դա նույնպես քո ծառայության դաշտն է, Տիրոջ փառքը բերելու այդ միջավայրի մեջ։ Տիրոջ լույսը վառելու այդ միջավայրի մեջ։ Եվ դա նույնպես ծառայություն է, այնպես որ եւ եկեղեցում, եւ այս աշխարհում մենք ծառայություն ունենք անելու։ Ամեն։ Այնպես որ մենք պետք է ծառայենք, մենք պետք է բացենք այն կոչումները։ Ինչպես ծառայելով է բացվում, գործելով է բացվում։ Ամեն։ Եկեք սկսենք ծառայել Տիրոջը, գործել Տիրոջ տան մեջ։ Եվ 6-րդը։ Այսօր մենք հաղորդություն ենք ունենալու, այս մասից հետո կանադառնամ հաղորդությանը։ Հաջորդը 6-րդը, դա շատ կարևոր է լինել մի բանի մեջ, որը որ Տերը մեզ ասես պահել ու ուշադիր լինել այդ ամենի համար։ Դա միաբանությունն է, դա սերն է, եւ նույնպես մեր ուշադրությունը պահենք այն բանի վրա, որ Աստված մեզ առաջադրանք տվեց։ Քարոզել ամբողջ աշխարհով ավետարանը։ Մի կարևոր բան, որ քո ուշադրության ուզում եմ ես բերել, հրավիրել քո ուշադրությունը այդ կարևոր բանին։ Պատկերացրեք Հիսուսը խաչվելուց հետո, մինչև համբարձվելը, հարություն առավ, մինչև համբարձվելը։ Պատկերացնում եք, այն իր աշակերտներին, այն կարևոր բաները, չէ՞ կհիշեցնի, այս բաների վրա ձեր ուշադրությունը դարձրեք, նոր կհամբարձվի։ Ճիշտ է՞մ։ Ու նայեք, թե ամենավերջի բանը համբարձվելուց առաջ ինքը ինչ շեշտեց, որ դա հանկարծ ու հանկարծ կարևորությունը դրա, որ չմոռացվի։ Նա շեշտեց համբարձվելուց առաջ այս խոսքերը Մարկոսի 16-ում ինչ ասեց. գնացեք ամբողջ աշխարհով ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Ով որ հավատաց եւ մկրտվեց կփրկվի, ով էլ չէ կդատապարտվի։ Նրանք որ հավատացին այս նշանները կհետևեն։ Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն, մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռ կդնեն, նրանք կառողջանան։ Արտերը նրանց հետ խոսելուց հետո նոր երկինքը համբարձվեց։ Եվ նրանք էլ գնացին, ոչ թե մնացին տեղում նստած, նրանք էլ գնացին եւ քարոզում էին։ Ուրեմն մենք մեր ուշադրության կենտրոնից ավետարանը քարոզելը պետք է չհեռանա։ Մեր կենտրոնում պետք է լինի ավետարանը քարոզելը։ Եթե դա մարելը, մենք պետք է վառենք դա։ Հիսուսը կարևորեց ավետարանը քարոզելը, եւ մեզ համար պետք է լինի այն, ինչ որ Հիսուսի համար կարևոր է։ Եվ գիտեք, հետարքիր է նույնպես ինչ է։ Հիսուսը ինչ էր աղոթում իր երկին գնալուց առաջ։ Հովհաննեսի ավետարան 17-րդ գլխում մենք տեսնում ենք Հիսուսի վերջի աղոթներից մեկը։ Գեթսեմանից առաջ էր աղոթում։ Գեթսեմանում աղոթում էր իր համար, չէ, հեռացրու այս բաժակը եւ այլ ավելի շատ զորանալու համար, որ այդ բաժակը ինքը այն իշի համար, որ կանչված է, որ Տիրոջ զորությամբ ինքը կարողանա մինչև վերջ կատարի, դա իր անձի համար, բայց դրանից առաջ նույնպես նայեք իր վերջի աղոթքում ինչ է աղոթում։ Հայր, ինչպես մենք մեկ ենք, նրանց որ ինչ տվիր, որ իրար հետ մեկ լինեն, որ մեկ լինեն միության մեջ, միաբանության համար։ Ինչքան կարևոր բան է։ Երկու կարևոր բան, որ մենք պետք է մեր կյանքի մեջ եւ եկեղեցու մեջ ուշադրություն դարձնենք։ Իրար հետ միաբանությունը, իրար նկատմամբ սերը
եւ նույնպես ավետարանչությունը։ Այդ շատ կարևոր բան է, որ մենք մեր կենտրոնական էս ոնց որ ասած ուղղությունը մեր կյանքի, մեր տեսողության, մեր գործունեության, մեր ծառայության այդ ամենը պետք է չկորցնենք։ Շատ ծառայություններ կա, բայց այդ ամենը պետք է մղված լինի այդ ամենի համար։ Ամեն։ Դրա համար սիրելի եկեղեցի, ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ Աստված իրականում գործում է։ Եվ Աստված ուզում է ավելի ու ավելի շատ բաներ գործի այս երկրի մեջ։ Դրա համար եկեղեցին պատրաստում է այդ մեծ գործերը անելու համար։ Գիտեք, Աստված գործում է իր եկեղեցու միջոցով։ Աստված գործում է, նա ասում է եւ մենք իրականացնում ենք։ Նա է գործում մեր միջոցով։ Աստված գործում է եկեղեցու իր մարմնի միջոցով։ Դրա համար եկեղեցին պետք է պատրաստ լինի, եկեղեցին պետք է արթուն լինի, եկեղեցին պետք է միաբան լինի եւ եկեղեցին պետք է մեկ բռունցքի նման, մեկ հարված լինի։ Ականջները սրած ձայնին, հիշում եք Նեհեմիայի ժամանակներում բոլորը ականջներ ունեին, որ կարող են լսեն փողի ձայնը, սուր ունեին իրանց կողքը, չէ՞, փող ունեին, որ կարող են փչեն եւ աշխատանքային գործիք, որով կառուցում էին պատը։ Այդ երեք իրանց հետ էր։ Բոլորն ունեին փող, եթե տենում էին թշնամին գալիս է քնած չէին, տեսնում էին, սկսում էին ինչ անել, փչել։ Երբ որ փչում էին, բոլորը իրանց գործը թողում էին ու միաբանվում էին, որտեղ թշնամին գալիս է, պետք է իրար հետ պատերազմենք թշնամու դեմ, դա մեկ թշնամի, որ սատանան է։ Ամեն։ Եվ ամեն մեկս պետք է աշխատանքային գործիք ունենանք։ Ամեն մեկս մեր ծառայության մեջ գործենք, մեր պատը կառուցենք, այն պատը, որ Երուսաղեմի պատն է։ Ամեն։ Եվ սուրը, որը պետք է կիրառվի մարտի ժամանակ։ Ոչ թե իրար դեմ, այլ մարտի ժամանակ թշնամու դեմ։ Սուրը զենքը, որը կանչված է, ստեղծված է թշնամու դեմ օգտագործելու համար, ոչ թե իրար դեմ օգտագործելու համար։ Ամեն։ Այնպես որ սիրելի եկեղեցի, ես եւ դու մեծ գործ ունենք անելու, այնպես ես մի տարում անելու ենք, հետո չանենք։ Մի տարվա համար է այս ամենը, ոչ, այդ մեր կյանքի համար է։ Ուղղակի այս տարի մենք շեշտելու ենք, որ այս ամենը, եթե մի բան մարել է, վարվի, եթե մի բան քնած վիճակը, զարթնի, պատրաստվենք, որպեսզի այն մեծ գործերը, որ Տերը մեզ կանչել է, իրար հետ անենք։ Ամեն։ Համաձայն եք անենք այս ամենը։ Փառք Աստծուն, եկեք միաբանվենք այս ամենի շուրջ, այս ամենի համար եւ իրականացնենք այն կամքը, որը որ բարին, հաճելին ու կատարյալն է, որը Տիրոջ կամքն է։ Ամեն։ Եվ հիմա ուզում եմ հաղորդության մասին անցնել։ Առաջի Կորինթացի թղթում Պողոս առաքյալը 11-րդ գլխի 23-րդ խոսքից գրված է։ Որովհետև ես Տերից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսը այն գիշերը, որ մատնվում էր, հացն առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. Արեք կերեք այս այն մարմինը, որ ձեզ համար կոտրվում է։ Այս արեք իմ հիշատակի համար։ Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, այս արեք քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար։ Որովհետև քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչեւ որ նա կգա։ Ուրեմն ով որ այս հացն ուտի կամ Տիրոջ բաժակը խմի անարժանությամբ, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին եւ արյունին։ Ուրեմն թող մարդ փորձի իր անձը եւ ապա այդ հացից ուտի եւ այն բաժակից խմի, որովհետեւ անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում, որ չի որոշում Տիրոջ մարմինը։ Նրա համար էլ ձեր միջում շատ հիվանդներ, ցավագարներ կան, շատերն էլ ննջած են, որովհետև եթե մեր անձերը դատենք, չենք դատապարտվի, բայց դատվելով Տիրոջից խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։ Հետո ասում է, ուրեմն եղբայր, երբ որ ժողովեք ուտելու համար իրար սպասեցեք, ապա եթե մեկը սոված է իր տանն ուտի, որպեսի դատապարտության համար չժողովեք, բայց ուրիշ բաներ էլ երբ որ գամ, ասում է այդ ժամանակ կասեմ։ Ինչ ենք տեսնում, Պողոսը նախ եւ առաջ սկզբում ասում է. ես Տիրոջից առա եւ հիմա ձեզ էլ ավանդում եմ։ Տիրոջից առա։ Մենք գիտենք, որ Պողոս առաքյալը 12 աշակերտների հետ, առաքյալների հետ նա չէր քայլում, նա հետո է ապաշխարում։ Բայց հաղորդությունն ասում է, ես Տերից ընդունեցի։ Դա նշանակում է, երբ որ մենք մոտենում ենք հաղորդությանը, մենք անձամբ ընդունում ենք Տիրոջից, որտեղ մենք մասնակից ենք լինում Տիրոջ մարմնին եւ Տիրոջ արյանը։ Դա շատ կարևոր է, գիտակցենք ինչ արել Հիսուս Քրիստոսը, որտեվ նա ասում է, քանի անգամ որ այս բանը անեք, Տիրոջ մահը պատմեցեք։
Ինչ արեց Հիսուս Քրիստոսը խաչի վրա։ Նա մահացավ, պատճառը որն էր, որ նա մահացավ։ Ինչի համար մահացավ։ Նա մահացավ, որ մենք չմեռնենք, որովհետև մեղքի վարձքը մահ էր, եւ մենք մեղքի պատճառով հոգեոր մեռած ենք եւ գնում ենք դժոխք մեղքի պատճառով։ Եվ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, տարապեց մեր համար, խաչը բարձացավ, իր կյանքը տվեց, նա այդ տարապանքի ուղին գնաց, որպեսզի ես եւ դու ազատ լինենք մեղքից։ Այն ամենից ինչ որ տանում էր դժոխք, նա վերցրեց իր վրա եւ խաչափայտի վրա բևեռեց։ Նա ցավերին տեղյակ եղավ, որպեսզի մենք ազատ լինենք ցավերից։ Նա տարավ ամբողջ հիվանդությունները մարդկության խաչի վրա եւ մեզ բժշկեց իր վերքերով։ Նա տարավ ամեն մի անեծք խաչի վրա, որպեսզի ես եւ դու լինենք օրհնված։ Նա հաղթեց մահը եւ տվեց ինձ ու քեզ կյանքը հարություն առնելով։ Ինչի համար մահացավ Հիսուսը։ Մահացավ, որովհետև մահվան աշխարհը արժանի էր մահվան։ Նա եկավ ու մահը վերցրեց իր վրա, որ ես եւ դու արժանի լինենք կյանքի, ու նա մեզ արժանացրեց։ Ոչ ոք արժանի չէր իր գործերով, ոչ ոք արժանի չէր իր արժանիքներով։ Հիսուսը մեզ արժանացրեց երկնքին։ Եվ ոչ թե մենք գնում ենք երկինք ուղակի նենց մարդ, որը որ օտար ենք մենք գնում ենք որպես որդի, մեզ որդեգրեց։ Նա որ Անդրանիկը եղբայրների գրվածը, նա եկավ Աստծո որդի կոչվեց, Աստված մարմին դառավ եւ մեզ որդիներ սարքեց, որդեգրեց։ Եվ մենք այսօր համարձակ կարող ենք մոտենալ Տիրոջը եւ կանչել հայր մեր, նա մեր հայրն է, որտեվ Հիսուս Քրիստոսը դա արժանացրեց մեզ ծնեց եւ մենք որդի դառանք, հոգուց ծնվեցինք եւ ծնվեցինք հոգուց ծնվածը հոգիը, Աստծուց ծնվածը հաղթում այս աշխարհը, ծնվեցինք Աստծուց եւ դարձանք Աստծո որդիներ։ Որտեւ խոսքն ասում է, բայց նրանք որ հավատացին, ընդունեցին նրան, Աստված նրան իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Հովհաննեսը գրում առաջի գլխի մեջ, որոնք որ ընդունեցին նրան։ Իսկ մենք ընդունեցինք Հիսուսին, հավատացինք, որ ինձ համար, ես հավատացի ինձ համար, մենք ամեն մեկս հավատում ենք ամեն մեկս մեր համար։ Ես չեմ կարող քո տեղը հավատալ քո փրկության համար։ Դու պետք է հավատաս, որ քեզ համար խաչվեց, ես հավատամ իմ համար խաչվեց։ Ամեն, որ ինձ համար նա մահացավ եւ ինձ համար նա հարություն առավ։ Եվ ես կանգնած եմ ու իմ կյանքն եմ նվիրում Տիրոջը։ Այն արյունը, որ թափվեց, վերցրեց բաժակը, ասեց առեք խմեք։ Հիսուսն ասեց, սա իմ արյունն է, նոր ուխտի։ Գիտեք ինչ է ուխտ։ Ուխտը դա դաշինքը, պայմանագիրը։ Նոր հին ուխտ կար, հին ուխտը Հիսուսի արյունով վերջացավ, մենք մտանք նոր ուխտի մեջ։ Սա արյունն է, նոր ուխտի։ Եվ մենք նրա հետ ուխտ ունենք։ Նրա հետ մեկանում ենք, այդ արյունը մեզ վրա է։ Ինչպես գառան արյունը առաջի ուխտի, այնպես էլ Հիսուս գառան արյունը նոր ուխտի։ Գիտեք ուխտն ու պայմանագիրը ուխտը ինչ է անում։ Վերում է մի բան, որ մեկություն է գալիս։ Միշտ էսպես է։ Պետությունները իրար հետ դաշինք են կապում։ Ասում է ռազմավարական գործընկեր, ռազմավարական դաշին, ասում է մենք դաշինքի մեջ ենք։ Եթե ձեզ կպնեն, մենք կանգնած ենք ձեզ համար։ Դա ուխտի պայման է, չէ՞։ Ստորագրում են, ասում է քո վրա հարձակվող, ուրեմն հարձակվում է ինձ վրա։ Դա ամենալավ դաշինքն է, երբևիցե որ կարողանում են փոքր պետությունները ունենալ մեծ պետությունների հետ, որտեղ իրանք ասում են փոքր ենք, բայց մեզ չկպնեք։ Ուժեղ պետություն կանգնած է իմ համար։ Ճիշտ է թե չէ։ Պատկերացնում եք, երբ որ Աստված է ուխտ կապում, ու մենք մտնում ենք իր այդ ուխտի մեջ։ Դրա համար էլ Աստված ասում է, ձեզ կպնողը իմ աշկի բիբին է կպնում։ Նա ուխտի պատճառով կարողանում է գործի քո համար։ Աստված իր ժողովրդի համար է կանգնած։ Այն մարդիկ, ովքեր որ իր այդ ուխտի մեջ են, Աստծո մեջ են։ Ու Աստված դառնում է իրենց ապահովությունը, իրենց Տերը, իրենց մատակարարը, իր Աստված, իր արարիչը, մենք մեկ ենք դառնում նրա հետ։ Հիմա մենք պիտի շահագրգռված լինենք նրա հետ ուխտի մեջ մտնելու։ Իսկ ամեն ուխտ պայման ունի։
Հիսուսն ասեց հետևյալը. այլևս այս որդի բերքից չեմ խմի, մինչև գգամ միասին կխմենք։ Ուզում եմ ասել ամեն մի հավատացյալ, ինչի համար են շատ անգամ ասում են դուք չեք խմում, այո չենք խմում, բախի Հիսուսը խմում էր։ Հիսուս ասեց այլևս չեմ խմի, մինչև գգամ կխմենք, երբ որ ուխտ կապեց, այլևս չխմեց։ Մենք երբ որ մտնում ենք դրա այդ ուխտի մեջ, հրաժարվում ենք ալկոհոլից։ Նամանավան տոներ է գալի։ Շնորհավորելու եք, դուք էլ, ձեզ էլ, բաժակ են ասելու, եկալ եք մի հատ, մի կում այլ մեր սարքած լիկյորն է, եսի ինչա։ Հարց այդ մի կումը չի, հարց են ուխտն է, որ մենք Տիրոջ հետ կապել ենք։ Հարց են ուխտն է, որ մեզ համար շատ թանկ է։ Այդ ուխտը շատ թանկ է։ Ամեն։ Դրա համար սիրելի հավատացյալ, սիրելի Քրիստոսին հետևող, եղիր մեկը, որ Տիրոջ հետ ուխտի մեջ կլինես։ Այնպես չի, դե ես էլ ուխտը չեմ կապել։ Գալիս եմ, բայց էլ ուխտը չեմ կապի։ Արա եղի կապելու մեջ, որովհետև դու պետք է շահագրգռված լինես, որ ուխտի մեջ լինես։ Որովհետև ուխտը քեզ համար է։ Հիսուս իր արյունը տվեց, որ դու լինես այդ ուխտի մեջ։ Այդ ուխտի մեջ է այդ ապահովությունը։